Այլևս չեմ հավատում ամուսնությանը, այսպես էր ասում Շարլ Ազնավուրը 2 ապահարզանից հետո։ 1966 թվականն էր։ Շարլը Լաս Վեգասում ընթրիքի էր հրավիրված ընկերների հետ։ Այնտեղ նա տեսավ Ուլլային։ Նա դեռ չգիտեր, որ ճակատագիրն այլ պլաններ ուներ։ Ուլլան երիտասարդ էր, բարձրահասակ, շիկահեր եւ ուներ այնպիսի զսպվածություն, որը հիպնոսացրեց Շարլին, բայց նա անտարբեր էր։ Ազնավուրն ամեն ինչ անում էր նրան հմայելու համար, բայց Ուլլան պարզապես լսում էր առանց ավելորդ էմոցիաների։ Հենց այդ անմատչելիությունն էլ դարձավ այն ձգողականությունը, որը ստիպեց Շարլին հետապնդել նրան մինչև Կանադա։ Նրանց սերը հակադրությունների ներդաշնակություն էր։ Ազնավուրը կրակ էր, իսկ Ուլլան հանդարտ ջուր։ Նա թողեց ամեն ինչ, որպեսզի դառնա Շարլի խաղաղ նավահանգիստը։ Շվեդուհի, ով առանց տատանվելու պսակադրվեց հայկական եկեղեցում ու սիրեց մեր ավանդույթները։ Տարիներ անց Ազնավուրը կասի. առաջին ամուսնությունը շատ երիտասարդ էր, երկրորդը շատ բարդ, իսկ երրորդը նվեր էր երկնքից։ Այս գեղեցիկ պատմությունը մեզ սովորեցնում է, որ իսկական սերը ոչ թե իրար փոխելն է, այլ իրար մեջ խաղաղություն գտնելը, որը ոչ մի բեմ ու փառք չի կարող տալ։